Մենք 12-րդ դասարանցիներից ներկայացնում ենք Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցը։ Կենսաբանության ուսուցիչների մեկտեղ ընդգրկված ենք հետազոտական աշխատանքի մեջ։ Ձերքից տակ ունենալով համապատասխան գրականություն եկել ենք ընդհանուր հայտարարի եւ որոշել ենք ներկայացնել սևանալեջի ծածանի ձևաբանական առանձնահատկությունները։ Ներկայումս սևանալեջը գտնվում է էկոլոգիապես անկայուն վիճակում եւ էական փոփոխությունների է ենթարկվել նաեւ սևանալեջի ձկնաշխարհը։ Այդ իսկ պատճառով արդիական է ուսումնասիրել ժամանակակից սևանալեջի ձկնաշխարհի տեսակային կազմը եւ առանձին տեսակների ձևաբանական առանձնահատկությունները։ Մեր նպատակն է ուսումնասիրել սևանալեջի ծածանի ձևաբանական առանձնահատկությունները։ Մեր առջեւ դրել ենք հետեւյալ խնդիրները։ Առաջին ուսումնասիրել սևանալեջի հիմնախնդիրները եւ դրանց ազդեցությունը լճում բնակվող ծածանի կազմի վրա։ Երկրորդ, ուսումնասիրել ծածանի ձևակենսաբանական առանձնահատկությունները եւ երրորդ, կատարել համեմատական վերլուծություն սևանալեջում բնակվող ծածանների եւ այլ վայրերում բնակվող ծածանների միջեւ։ Սիրելի աշակերտներ, այս այգում ներկայացնում ենք սևանալեջի աշխարհագրական դիրքը։ Տարածքներով ձեր ունեցած գիտելիքները սևանալեջի մասին եկեղեցու կանոնների այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության մարզում։ Անվանում են Հայաստանի Հանրապետության ամենամեծ լիճը, իսկ հայկական լեռնաշղթայի երրորդ լիճը մեծությամբ։ Սևանալեջը 4 կողմում շրջապատված է Արևմունի, Գերանա, Արտունիսի եւ Սևանա լեռնաշղթաներով։ Լիճը թափում 28 մեծ ու փոքր գետակներ, որից սկիզբը առնում է Հրազդան գետը։ 2025 թվականի հունվարի դրությամբ Սևանալեջի բացվածքի մակարդակը կազմում է 1999 մետր։ Այս այգում նկարագրել ենք իշխանի 4 ենթատեսակների։ Վերջին տարիներին Սևանալեջը գտնվում է էկոլոգիապես անկայուն վիճակում, որի արդյունքում ձկնաշխարհը դեպս հետարկվել է փոփոխությունների։ 1980 թվականներից ձմեռային իշխանը եւ կոչական անհետացել է։ Իսկ մյուս երկու ենթատեսակներից ամառային իշխանը եւ գեղարքունը գտնվում են Հայաստանի Հանրապետության Կարմիր գյուղում։ Այստեղ կտեսնեք Սևանալեջում ապրող մյուս ձկնատեսակների։ Ասեմ ձեզ, որ օղակը եւ գյուղացուկը ներկայումս չեն գտնվում եւ նույնպես գտնվում են Հայաստանի Հանրապետության Կարմիր գյուղում։ Խոսելով սիգնալով պետք է ասենք, որ այն համարվում է ներմուծված ձկնատեսակ։ 1920 թվականներին Ռուսաստանի ջուր եւ դավիթը լեջերից է ներմուծվել։ Միաժամանակ ասենք Սևանալեջում ամենատարածված ձկնատեսակներից են համարվում արծաթավայրը, կարասը, մյուս ձկնատեսակներից են արևելյան տարածքը եւ ամենայն նրբացուկը։ Աշխատանքի շրջանակներում այց են կատարելու Գեղարքունիքի մարզպետարան, որտեղ որ հանդիպելու են գյուղատնտեսության եւ բնակապահության վարչության ղեկավար Մարտին Պետրոսյանի հետ։ Նա մեզ կօգնի հասկանալ Սևանալեջի հիմնախնդիրները, կտա համապատասխան տեղեկատվություն եւ կտա նաեւ բանալի, որպեսզի գտնենք լուծումներ։ Եվ նաև այց են կատարելու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։ Այնտեղ մեր կենսաբանության ուսուցչի եւ կենսաբանության եւ քիմիայի եւ նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Բուկոյանի օգնությամբ կատարելու ենք ծածանի ձևաբանական առանձնահատկությունների ուսումնասիրություն։
Այժմ մենք գտնվում ենք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Մեր տեսաբանության ուսուցչի Կարեն Ժամանի հետ մեկտեղ ընդգրկվել ենք նախագծային աշխատանքի մեջ եւ այսօր հանդիպելու ենք կենսաբանության եւ քիմիայի եւ դասավանդման մեթոդիկայի անկոմի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Գրիգորյանի հետ։ Նա մեզ կներկայացնի ծավալային աշխատանքի եւ մշտոցի մասնական ծածանի աշխատանքի համար հիմք է հանդիսացել Սևանալեջի ձեռք բերված ձկնաբանական նյութը։ Այն կատարվել է ձկնորսների կողմից համապատասխան ձկնորսական կարգերի եւ դնովի ցանցերի միջոցով։ Ընդհանուր առմամբ ձեռք ենք բերել 7 առանձնյակ Մարտունի համայնքի լճապ եւ Սևան համայնքի լճաշեն բնակավայրերի հատվածներից։ Համեմատական վերլուծության համար ձեռք ենք բերել նաեւ Ախուրյան գետից ծածանի 3 առանձնյակ, որը մեզ տրվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողի Լիլիթ Աղայանի կողմից։ Մեր հետազոտական աշխատանքի արդյունքում պարզեցինք, որ Սևանալճում ոչ թե տարածված է ծածանը, այլ նրան տարածված տեսակը՝ կարպը, եւ հետագայում կարպը կդառնա ավելի բազմաքանակ, եթե շարունակվեն լճի եվտրոֆացման գործընթացները։ Վերջում ուզում ենք շնորհակալություն հայտնել կենսաբանության եւ քիմիայի եւ նրանց դասավանդման մեթոդիկայի անկոմի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Գրիգորյանին եւ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանին իրենց տված գիտելիքի եւ աջակցության համար։